Եվ ծավալով եւ ոլորտային առումով 2024-ը աննախադեպ էր։ Անցած տարում իրականացված աշխատանքներն այսպես է բնութագրում Իջևան խոշորացված համայնքի ղեկավարը։ Համայնքի 3 միլիարդ դրամը գերազանցող բյուջեի կատարողականը կազմել է 93.9%։ Աշխատանքների առյուծի բաժինը սուբվենցիոն ծրագրերինն է, ներառելով թե մարզկենտրոնը, թե բնակավայրերը։ Երբևիցե Իջևան համայնքում այս ծավալի աշխատանքներ չէր իրականացվել։ Միայն 26 ծրագրերով կատարած աշխատանքների բյուջեն կազմում է 724 միլիոն դրամ, որից համայնքի ներդրման բաժինը 290 միլիոն դրամ է։ Ասֆալտապատման, սալիկապատման աշխատանքներ, մանկապարտեզների վերանորոգում, գազաֆիկացում, գյուղագծերի կառուցում, պուրակների բարեկարգում, այգեհի հիմնման աշխատանքներ, ոռոգման եւ ջրամատակարարման ցանցի արտիականացում, կատարել ենք նաեւ տանիքների վերակառուցման աշխատանքներ, բազմաբնակարան շենքերի։ Սա արվածի ոչ լրիվ ցանկն է, համայնքի ղեկավարը թվերով է ներկայացնում, մասնավորապես ճանապարհաշինական ծրագրերը։ Իջևանում, Գետահովիտ, Աչաջուր եւ Ազատամուտ գյուղերում ընդհանուր առմամբ ասֆալտապատվել է 30,000 քառակուսի մետր, իսկ Բերքաբեր, Ծաղկավան, Սևքար, Վազաշեն բնակավայրերում եւ Իջևանում սալիկապատվել մոտ 5,000 քառակուսի մետր ճանապարհ։ Շատ դեպքերում առաջին անգամ Արթուր Ճաղարյանը տարվա կարևոր ձեռքբերում է համարում սահմանամերձ 3 Բերքաբեր, Կիրանտ եւ Աճարակուտ գյուղերի գազաֆիկացումը։ Այս բնակավայրերում կապույր վառելիքը երբևէ չէր մտել։ Ընդհանուր կառուցվել է մոտ 16 կիլոմետր գազատար, 231.5 միլիոն դրամ արժեքով, որից 81 միլիոն դրամից ավելին համայնքի ներդրումն է։ Մեր իրականացված ծրագրերից ամենակարևոր ծրագիրն էր 2024 թվականին, քանի որ այս 3 գյուղներ մնացել, որ գազաֆիկացված չէր ընդհանրապես, եւ այս ծրագրի ավարտից հետո մենք չունենք այդպիսի գյուղ մեր խոշորացած համայնքում։ Ստեղ էլ ամենակարևոր փաստն է նա, որ համայնքի ներդրման մեծ բաժինը ներդրումը կատարվել է Վարդանյան բարեգործական հիմնադրամի կողմից։ Միջոցներ են ձեռնարկում, որ կամ համայնքի կողմից, կամ էլ բարերարների կողմից այդ մարդկանց օգնենք գազը հասնի իրենց տուն, նոր արդեն որ ասենք մեր ծրագիր ամբողջովին ավարտված է։ Տարբեր ծրագրերով նպաստել են համայնքի կրթամշակութային եւ մարզական կյանքի աշխուժացմանը։ Համայնքապետարանի տեսադաշտում են նաեւ սոցիալական խնդիրները։ Չեն անտեսվում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների եւ անապահով ընտանիքների հոգսերը եւ ոչ միայն։ 440 բնակչի տրամադրվել է 10 միլիոն ֆինանսական աջակցություն, զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 8 միլիոն 200 դրամի չափով աջակցություն, իսկ սպորտի եւ մշակույթի բնագավառում բարձր ցուցանիշներ ձեռք բերած մարզիկներին, մարզիչներին, սաներին եւ ուսուցիչներին տրամադրվել է 5 միլիոն 200 դրամի պարգևատրում։ Ըստ համայնքի ղեկավարի լավ արդյունքները որքան գոհացնող, նույնքան էլ պարտավորեցնող են շարունակելու անելիքները նաեւ այս տարի։ Իրինամ Կրչյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, Լուրեր։